Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi ընկերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Ընտրություններից հետո Հայաստանի համար թիվ 1 օրակարգը դառավ տնտեսականը, այսինքն արտաքին տնտեսականը, եթե ավելի ճշգրիտ լինենք, որովհետև դեռ նախընտրական շրջանից Ռուսաստանը ըստ էության բեռնարկելք հայտարարեց հայկական ողջ արտահանման համար սեզոնային առնվազն, իսկ հունիսի 12-ից արդեն ընտրություններից հետո դրան գումարվեց նաև տարանցման նկատմամբ արգելքը։ Այս ամենը լուրջ հարցեր է առաջացնում ընդհանրապես մեր տնտեսության կառուցվածքի մասին, մեր արտահանման կառուցվածքի, որովհետև կախվածությունը Ռուսաստանից անհասկանալի պատճառներով, իսկ լավ էլ հասկանալի պատճառներով, այսպես ասենք, կրիտիկական էր ուղղակի եւ դիվերսիֆիկացիայի մասին խոսակցությունները իրականություն էին դառնում այսպես էքստենսիվ ռեժիմով զուտ ցանկությունից ելնելով, բայց ոչ ավելին։ Դա թվում էր այսպես էլ վատ չէ, կապրենք, իսկ հետո եթե շատ նեղի նոր կգնանք, այնպես ինչպես մարդկանց զգալի մասը վերաբերվում է իրենց առողջությանը, հա, երբ որ կցավա նոր կդիմենք բժշկին։ Եվ սկսեց ցավել։ Ներկայումս Հայաստանը Եվրամիության հետ այսպես վթարային ռեժիմով, շտաբ կարգով ապահովում է ելքեր, որովհետև արտահանման ենթակա ապրանքային խմբերի զգալի մասը ուղղակի շուտ փչացող է, սեզոնային է։ Իհարկե լուծումներն էլ բավականին արագ գտնում են, կան ուղղություններ, որոնցում արդեն պիլոտային, այսպես խմբաքանակներ են արտահանվել եւ հիմա արդեն հիմնական ծավալի մասին է խոսքը գնում։ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին իր արտահանումը, բայց մյուս կողմից էլ նաև որակի հարց է բարձրանում։ Այդ խոսակցությունը դեռ վաղուց է գալիս, որ մեր ապրանքները պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտներին, լոգիստիկ շղթաները պետք է ձևավորվեն։ Փորձենք հասկանալ հիմա ինչ վիճակում է այս ամենը եւ ինչ մարտահրավերներ են մեր առաջ եւ ինչպես են դրանք հաղթահարվում եւ ինչպես են հաղթահարվելու։ Եվ ոչ միայն, ընդհանրապես խոսենք այս հետընտրական շրջանի տնտեսական չափումից եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է Access վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Ասֆանյանը, բարև եք եկել, պարոն Ֆանյան, ուրախ եմ նորից ձեզ տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Ֆանյան, դուք որպես տնտեսագետ, տնտեսության հարցերով փորձագետ եւ ձեր վերլուծական կենտրոնն էլ եւս ակտիվ աշխատում է այս ուղղությամբ, կիսվում հանրության հետ իր վերլուծություններով, նախազգուշացումներով, առաջարկություններով։ Հիմա բավականին ակտիվ շրջան է, հարցերս մի քանի ուղղության են վերաբերվում, սկսենք այս արտահանման ճգնաժամից, որը հարուցվել է ըստ էության հենց քաղաքական դրդապատճառներով Ռուսաստանի կողմից, համեցեք ձեր գնահատական ընթացիկ պահի եւ թե ինչ է արվում եւ ինչ պետք է արվի, ինչ հեռանկարներ կան, համեցեք։
Նախ կցանկանայի երբս մեկ անգամ շեշտել, որ բնականաբար այս իրավիճակը Ռուսաստանի կողմից նախաձեռնված ունի քաղաքական ենթատեքստ։ Սա բոլորս հասկանում ենք եւ սա չի վիճարկվում։ Եվ նաեւ ակնհայտ է, որ Ռուսաստանի ազդեցության լծակները Հայաստանի նկատմամբ առնվազն 2020 թվականից հետո պակասել են։ Թե աշխարհակաղակական նկատի ունեմ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի միջնորդության, այսպես ասած մանդատի մասով, թե զենքի մատակարարման մասով, զենք զինամթերքի եւ ըստ էության միակ լծակը, որը մնացել է Ռուսաստանի տիրապետության տակ, դա տնտեսական լծակն է։ Վերաբերում է ինչպես Հայաստանից արտահանմանը, այնպես էլ ռուսական գազի ներմուծմանը դեպի Հայաստան։ Եվ այս առումով Ռուսաստանը խնդիր ունի իր ազդեցության լծակը պահել։ Ինչու եմ այսպես հերվից սկսել իմ զրույցը։ Ես ուզում եմ ասել, որ այս իրավիճակը կդեսկալացվի առաջիկա շաբաթների, ամիսների ընթացքում։ Այո, կդեսկալացվի։ Ինչու համար, որտեղ Ռուսաստանը խնդիր ունի ըստիս պահելու իր ազդեցության ուղեծրում Հայաստանին։ Հակառակ պարագայում, եթե մենք ապրանք չենք արտանում, գազի գինը թանկանում, մեր միգրանտները չեն գնում սեզոնային աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա նվազում է։ Եվ հենց այս մոտիվներ ըստիս, որ կարծում եմ կտանի իրավիճակի դեեսկալացիայի։ Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում կառավարության քայլերից, նախ պետք է փորձենք նախորդ ժամանակահատվածում հասկանանք կառավարությունը ինչ քայլեր է ձեռնարկել։ Ես կարող եմ ասել, որ գոնե իրականացման մակարդակում կառավարության քայլերը բավարար գնահատել հնարավոր չի, ես անբավարար եմ գնահատում։ Հակառակ պարագայում չէինք կարող ունենալ մի իրավիճակ, որտեղ բանջարեղենի 98%-ը, մրգերի 93%-ը, ձկնամթերքի 97%-ը արտանվի մի երկիրը լինի Ռուսաստանը։ Բայց այս ճգնաժամային իրավիճակում կառավարության նախաձեռնած ծրագիրը սուբսիդավորելու արտահանումը ես դրականորեն բավականին լավ եմ գնահատում այն առումով, որ շատ շտապ ներդրվեց այդ ծրագիրը եւ նաեւ աջակցությունը բավականին շոշափելի է, որպեսզի նպաստի մեր արտանողների գործունեությանը այլընտրանքային շուկաներում։ Այդուհանդերձ միամտություն կլինի կարծել, թե կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի մեր ամբողջ արտահանումը, որը մենք ուղղորդում ենք դեպի Ռուսաստան, դիվերսիֆիկացնել ուղղել այլ երկրներ։ Դրա համար անհրաժեշտ է ժամանակ, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրներում Հայաստանի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրանա, մեր գործարարները ծանոթանան այդ երկրների տնտեսական իրավիճակին, գործարար կապեր հաստատեն եւ սովորեն նոր խաղի կանոնների։ Այս առումով, բայց եւ պետությունը եւ մասնավոր հատվածը քայլեր ունեն իրականացնելու, այնպես չի եւ սխալ կլինի ակնկալել, որ պետությունը պետքա բռնի մեր գյուղատնտեսների, արտահանողների ձեռքը տանի եվրոպական շուկայում, հա, այդ ապրանքը վաճառի, դա միամտությունը եւ երկկողմանի պետքա քայլեր ձեռնարկվեն։ Սա է իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականը։ Պարոն Ֆանյան, այնուամենայնիվ այդ կախվածությունը, որը մինչև այս էմբարգոն ուղղակի կրիտիկական էր, հա, ասենք, չգիտեմ, 90 քանի տոկոս ծաղիկը, 90 քանի տոկոս, մեկը մյուսը բանջարեղենը եւ այլն։ Եվ հիմա փաստորեն Ռուսաստանը կարելի ասել ճգնաժամ է ստեղծել, արտահանման ճգնաժամ Հայաստանի համար եւ այդ քայլերը, որը դուք հրատապ եք անվանում, կարելի ասել դրանք ցած վթարային ռեժիմով արվող քայլեր են։ Ինչ եք կարծում, հաշվի առնելով այն օբյեկտիվ պայմանները, որոնք կան այս պահի դրությամբ եւ կլինեն տեսանելի հեռանկարում, հնարավոր է չեզոքացնել այս ճգնաժամը Հայաստանի համար։ Այսինքն այս քայլերը դրանք այն քայլերն են, որոնք մեզ դուրս կբերեն այս ճգնաժամից։ Չի լինի ճգնաժամը չեզոքացնել, ճգնաժամի հետևանքները հնարավոր կլինի մեղմել։ Եկեք չմոռանանք, որ մեր տնտեսությունը եւս ունի որոշակի ներուժ, օրինակ տեղում այդ ապրանքները սպառելու, հա, պայմանական, եթե ապրանքի գինը 1500 դրամը մենք չենք կարող սպառել
10 կիլոգրամից ավել ծիրան, երբ որ դրա գինը դառնում 1200 դրամ, արդեն ավելի շատ ենք սպառնում։ Հա։ Բնականաբար գյուղատնտեսական տնտեսությունները, միջնորդները կտուժեն, որոշակի, այսպես ասած, տնտեսության մեջ ոչինչ չի կորում, հա, ոնց որ էներգիայի հա, այդ պահպանման օրենքն է, նույնը տնտեսության մեջ, եթե ինչ-որ մեկը շահում է, մյուսը տուժում է եւ այսպես շարունակ։ Հիմա մեր մոտ ես կարծում եմ մենք պետք է մեր ջանքերը այս պահին գոնե կենտրոնացնենք մեղմելու ուղղությամբ, բայց եւ եթե մենք ուզում ենք երկարաժամկետ, հա մենք չենք կարող մեր տնտեսվարողներին նստացնենք այդ սուբսիդիայի ասեղի վրա, որովհետեւ մենք հավերժ չենք կարող սուբսիդավորել, պետք է ավելի երկարաժամկետ ինստիտուցիոնալ կառուցակարգեր ներդրվեն, մեր արտանողների կարողությունները բարձրացվեն, վերջապես ունենանք արտահանման գործակալություն։ Արտահանման գործակալությունը, որը նաև նախատեսված է արտահանման ռազմավարական ծրագրով ընդունված 2025 թվականի հուլիսի 31-ին, միջորս չի կազմավորվել։ Համարյա լրանում է դրա 1 տարի, պատկերացրեք։ Կարելի է դա ձևավորել։ Այնպես չի, որ եթե այդ կառույցը ձևավորված լիներ, այսօր Ռուսաստանը այդ բեռնարկելքը, որ դրել է, մենք անմիջապես կգտնեինք շուկաներ։ Բայց դա այն գործիքակազմն է, այն կառույցն է, որի միջոցով հնարավոր է դա իրականացնել։ Ես կարծում եմ, այս առումով խնդիրներ կա եւ խնդիրները պետք է ճիշտ ախտորոշել, որպեսզի լուծումները ճիշտ լինեն եւ նաեւ հույս ունեմ, որ Եվրամիության աջակցությամբ վերջապես այդ կառույցը նաեւ կզարգանա Հայաստանում, կձևավորի եւ կզարգանա Հայաստանում։ Պարոն Ֆանյան, նաեւ հաշվի առնելով այդ աշխարհագրական եւ քաղաքական պատճառները, իհարկե եվրոպական ստանդարտները դա լավ է, Եվրոպա արտահանելու գաղափարը լավ է, բայց մենք խնդիրներ ենք ունեցել, հա, ասենք լոգիստիկայի հետ կապված։ Հայաստանը նոր սկսել է դուրս գալ շրջափակումից։ Ինչ եք կարծում, այդ լոգիստիկ շղթաների ձևավորման հետ կապված ինչպես է ներուժը գնահատում եւ հեռանկարները այդ իմաստով։ Կուզեի շեշտել, որ ըստ էության Բաքու-Թբիլիսի կարս երկաթուղուց հայաստանյան շարժակազմերի օգտվելու հնարավորության բացումը որոշակի հնարավորություններ ստեղծում է այս մասով։ Այդուհանդերձ լոգիստիկ կապուղիներ ձևավորելը, համակարգը ձևավորելը դա ժամանակ է պահանջում։ Կարճ ժամանակում դժվար է դա իրականացնել։ Առանցին դեպքերում մենք նաև կարող ենք օգտվել օդային ճանապարհով, ինչպես օրինակ ծաղիկների դեպքում Ալցմայր շուկա, Հոլանդիա, միայն մենք չէ, եթե Քենիայից ինքնաթիռով ծաղիկ արտահանում են Ալցմայր, եթե Էկվադորից ծաղիկները արտահանում են Հայաստանը, շատ ավելի մոտիկ է այդ առումով եւ գոնե մրցակցային առումով կարող ենք ասել, որ հնարավորություն ունենք մրցակցելու այդ շուկայում։ Հետևաբար այս ուղղությամբ էլ պետք է աշխատանքներ կանեն, ես տեղյակ եմ որոշակի խնդիրների հետ կապված, այդ սերմերի օգտագործման իրավունքի հետ կապված եւ այլն, որտեղ դրանք բոլորը գրանցված հեղինակային իրավունքով պաշտպանված օբյեկտներ են, ամեն դեպքում դա հնարավոր է իրականացնել, միգուցե որոշակի ծախսի դիմաց, բայց հնարավոր է։ Այս առումով դա դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսության բացության վրա, եթե մենք ունենանք պարբերական չվերթներ, կարգո ինքնաթիռներով դեպի թիրախային երկրներ։ Ու խոսքը միայն Եվրոպայի մասին չի, դա կարող լինի Միջին Արևելքը, մանավանդ մենք այսօր Մերձավոր Արևելքը, մանավանդ մենք այս օրերին ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ստեյցիան համաձայնագիր է ստորագրվել, որը ենթադրում է բավականին հուսալիություն այդ շուկաների, որին մենք կարող ենք առնչվել, նաեւ Իրանը որպես երկիր, այս առումով նաեւ 300 միլիարդ ներդրումների մասին խոսք գնաց, որ ծոցի երկրները պետք է հա դեպի Իրան ուղեն, մասնավոր ներդրումներ, ինքը դրական կարող է անդրադառնալ, նաև ես ենթադրում եմ Իրանում էլ տնտեսական փոփոխություններ են լինելու եւ շուկան բացվելու է։ Մենք ունենք հնարավորություններ, բայց բնականաբար քրիտիկական, երբ որ եկել ենք հասել ենք, ասում դանակը հասցրել ենք ոսկորին, դա ենթադրում է որոշակի վնասներ, որ պետք է կրենք։ Դա ցանկալի չի։ Մենք պետք է հնարավորինս քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, բայց հնարավոր չի դրանք բացառել։ Դրանք ուղղակի պետք է մեղմենք։ Պարոն Ֆանյան,
էլի լոգիստիկայի հետ կապված, որ մենք ֆիքսում ենք, որ խնդիր ունենք, հա, եւ այդ կապուղիներն էլ ստեղծելը մի օրվա բան չի, բայց այնուամենայնիվ մենք փոխկապակցվածություն չենք ունեցել եւ չունենք մեր հարևանների հետ։ Եվ մենք տեսնում ենք նաեւ արտաքին խոչընդոտներ դրա հետ կապված, մասնավորապես դրա անունն է ռուսական կոնցեսիա։ Երկաթուղով, որը երկու ոտքը դրել են մի կոշիկ, ասում են ոչ կսարքենք, ոչ էլ կտանք։ Հայաստանի կառավարությունն էլ ինքն է հանձնառություն ստանձնել եւ Գյումրի Կարս այդ կապող հատվածը վերակառուցելու եւ երասխսադարակ հատվածը, հա, որ նման խնդիր չունենք, նաեւ Իջևանինն էլ դրա մասին էլ դեռ խոսք չկա։ Էլ չեմ խոսում մեր երկաթուղու մոդեռնիզացման անհրաժեշտության մասին, որովհետև ես երթևեկել եմ երկաթուղով, երբ շարժակազմն ընթանում է, ասենք, էշի վրա նստած կարելի է վազանց կատարել առանց որևէ խնդրի, էլ այնքան դանդաղագին։ Մենք սենց մայրցամաքներն իրար չենք կապի նման երկաթուղով, մենք կշրջանցվենք, եթե հրատապ քայլեր չանենք։ Եվ այստեղ մենք գալիս ենք էլի նույն քաղաքական պատին ենք դեմ առնում Ռուսաստանի մեր շուտ անհասկանալի կախվածությունների բերումով, հա, այս անգամ էլ քաղաքական, հանգարց Պուտինը թարս բան չասի, թարս բան չանի, Մարիա Զախարովան ավել պակար դուրս չտա եւ այլ, ու տենց էլ լուծում չի տրվում։ Ֆիքսել ենք, որ դա խնդրեմ է, որ Հայաստանը կարող է մնալ այն 42 կիլոմետրի հույսին եւ ընդհանրապես շրջանցվի այս միջին միջանցքի նախագծում մանավանդ թուրքերն էլ այդ ռուսական կոնցեսիան խաղաքարտ սարքելով ֆինանսավորում են բերել, ասել են տվեք մենք այլ դրանք կսարքենք եւ տվել են, հա, լավ ինչ անենք սրա հետ։ Ես նախորդ անգամ էլ, եթե ճիշտ եմ հիշում, առիթ ունեցանք խոսելու եւ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք քաղաքական հանգամանքների, ես ինքս քաղաքագետ չեմ եւ չեմ սիրում, բայց դժվար է դրանք շրջանցել, երբ որ ուզում ենք տնտեսական լիարժեք պատկեր ունենանք։ Եթե ուշադրություն դարձրեցիք Նիկոլ Փաշինյանին առաջին շնորհավորողներից մեկը Ղազախստանի նախագահն է։ Այո։ Եւ ակնհայտ է, որ ձևավորվում է Հայաստան-Ղազախստան որոշակի դաշնակցային հարաբերությունները, ես ենթադրում եմ ԱՄՆ հովանու ներքո, եւ այս կոնտեքստում տրամաբանական է եւ նաեւ խոսակցություններն են այդպիսին, որ հայկական երկաթուղու կոնցեսիան պետքա փոխանցվի ղազախական կողմը։ Ինչու է ընտրվել ղազախական կողմը, ես կարող եմ ենթադրել, որ երկու եւ տնտեսական պատճառով, որտեղ հիմնական տարանցող ապրանքները ղազախական են եւ Ղազախստանը ինքը հետաքրքրված կլինի, որպեսզի իր ենթակայության տակ գտնվող, հա, երկաթուղով այդ ապրանքները տարանցվեն եւ ոչ թե օրինակ Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղով, պայմանական։ Եվ երկրորդ, եթե մենք փորձենք հասկանալ, փորձել են հնարավորինս քիչ ցավացնել ռուսական կողմին։ Այդուհանդերձ Ղազախստանը հանդիսանում է Ռուսաստանին բարեկամ երկիր եւ նաեւ Ղազախստանը ունի այդ կարողությունը, երրորդ եթե կոմպոնենտը դիտարկենք, ղազախական երկաթուղին հանդիսանում է Ղազախստանի առաջատար ձեռնարկությունը աշխատողների քանակով, 110 քանի հազար աշխատողով, եթե պատկերացնեք, 110,000-ից ավել աշխատողով, լուրջ եկամտաբեր հիմնարկ է եւ կարծում ենք այս առումով նպատակահարմար կլինի։ Դուք խոսեցիք վերանորոգման մասին, չէ՞ մենք չունենք այդ կարողությունները ինքներս իրականացնելու։ Դրա համար մեզ պետք են միջազգային գործընկերներ եւ կարծում եմ այս առումով Ղազախստանը կարող է լինել կոնսենսուսային տարբերակ բոլոր կողմերի համար։ Եվ նաեւ Ղազախական կոնցեսիայի պարագայում արևմտյան ներդրումներն էլ շատ հանգիստ կգան։ Այո, մենք քաջատեղյակ ենք, որ ԵՄ ֆինանսավորում են Նախիջևանի հատվածում երկաթուղու վերականգնումը եւ այս առումով նույն բաց տեքստեր են հնչել, որ Եվրամիությունը պատրաստ է ներդրումներ կատարի Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման մեջ, եթե կոնցեսիոները չլինի ռուսական կողմը, որը միանգամայն տրամաբանական է։
Պարփանյան, մա ռուսներն էլ երկու ոդկա դրել են մի կոշիկ, չենք տալիս։ Որն է մեր քայլերը։ Ես կարծում եմ մենք ունենք բավարար իրավական հիմքեր, նույնիսկ ոչ թե վաղը, այլ 3 չի առաջի օրը այդ համաձայնագիրը չեղարկելու համար, կոնցեսիայի պայմանագրը չեղարկելու համար, բայց կարծում եմ այս ուղղությամբ դիվանագիտական եւ բանակցային ռեժիմով պետք է լինի։ Ռուսաստանը կարծես թե հետեւողականորեն չի ընդունում իր այսօրվա կարգավիճակը, իրեն զգում է այն կարգավիճակում, ինչպիսին էր 2020 թվականի սեպտեմբերի 25-ին, 2022 թվականի փետրվարի 18-ին եւ այլն, բայց ժամանակը փոխվել է եւ ըստ էության Հայաստանը եւ Ռուսաստանը խնդիր ունեն հարաբերությունները բերելու նոր ձևաչափի։ Այն հարաբերությունը, որ մենք ունեցել ենք նախկինում, ակնհայտ է, որ Ռուսաստանը իրեն չի կարող թույլ տալ, իր տնտեսական հզորությամբ եւ աշխարհական, այսպես ասած, ներկայությամբ չի կարող թույլ տալ, մենք առավել եւս մենք այդ ճոխությունը չենք կարող թույլ տալ եւս մի քանի տասնամյակ լինելու Ռուսաստանի ուղեցում, դա կլինի ուղղակի անթույլատրելի արարք մեր սերունդների նկատմամբ։ Մենք ես երիտասարդ սերունդից եմ համարում, հա, բայց այդուհանդերձ մեր պատասխանատվությունը մեր երեխաների նկատմամբ է եւ այս առումով եթե ուզում ենք այն սխալները, որ կատարել են մեր ծնողները, չպետք է կատարենք մենք, եթե sense գերվեստարորեն եւ պատկերավոր եւ դա չափազանցություն չի։ Ամենևին չափազանցություն չի եւ այս առումով ակնհայտ է, որ պահը հասունացել է, նույնիսկ միգուցե անցել ենք այդ պահից, պետք է դա շուտ լիներ։ Օրինակ, ինչ կլիներ, եթե օրինակ այդ հարաբերությունները վերանայվեին 2019 թվականին, պայմանական եմ ասում։ Միգուցե մենք Արցախյան պատերազմի ելքը կամ չլիներ, կամ այլ ձև լիներ, կամ այլ շատ այսպես տարբերակներ են։ Չասած 94-ից 97 թվականի հիանալի ժամանակահատված բաց պատուհան, որը մենք հա, երեք թե չարժի, այսպես ասած, պատմական բաստողումների մեջ էս բանը։ Ուղղակի դա էլ արդեն իմ կյանքի Այո, դա էլ արդեն ձեր երիտասարդության տարիների մեջ եւ այդ խնդիրները կային։ Հիմա կարծում եմ պահը եկել է, մենք ունենալու ենք խնդիրներ դրանից դա պետք է ընդունել, հա, պետք է բաց աչքերով ընդունել այդ իրավիճակը եւ առաջ գնալ։ Պարոն Ֆանյան, մի հարց էլի, տեսեք, հարցեր են առաջանում նաեւ Հայաստանի բիզնեսին, հա։ Այդ հրամայականները, որը դուք ֆիքսում եք, հիմնավորում եք, մատնացույց եք անում, խոսում եք պատասխանատվության մասին, որքանով է դա հասու մեր բիզնեսին, բիզնեսի ֆլագմաններին, հա, կամ ոչ այնքան ֆլագմաններին, մյուս կողմից էլ հասկանալի է, բիզնեսը սովորաբար ընթանում է նվազագույն դիմադրության ճանապարհով, հա, ոնց որ ջուրն է իր ճանապարհը գտնում, չէ՞։ Նույնն էլ բիզնեսը, բայց մյուս կողմից էլ առանց բիզնեսի նախաձեռնողականության, առանց բիզնեսի վերակողմնորոշման, ակտիվ ընդորում, հա, այս խոսակցությունը կմնա տեսական, ձեր եւ իմ ասածն էլ կմնա որպես բարի ցանկություն, չլսված, անտեսված եւ այլն։ Ձեր գնահատականով պատրաստ է մեր բիզնեսը այս ամենը ընկալել եւ իրականություն դարձնել եւ մասնակիցը դառնալ այս ամենն իրականություն դարձնելու համաձայն։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ մանավանդ առանձին շուկաների ինչպիսին է թարմպտուր բանջարեղենը ոչ։ Եկեք նայենք, տեսնենք մեր պտուղ բանջարեղեն արտանողները ովքեր են։ Հիմնականում անհատ քաղաքացիներ, որ վերցնում են իրանց հարևանի արտադրանքը արտահանում են։ Նույնիսկ այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսին է Սպայկանա, մասնաբաժինը շատ փոքր է այդ շուկայում։ Ինձ համար զարմանալի, ես ուղղակի իրավունք չունեմ հիմա թիվ հնչեցնեմ, բայց շատ փոքր։ Այսինքն հիմնական արտահանողներն են մի քիչ Ռուսաստանի իրականությանը ծանոթ, որ սեփական արտադրանք ունեն կամ հարևանների մի քանիսի արտադրանքը վերցնում տանում են Ռուսաստանում ծախում են,
ու շատ դեպքերում նույնիսկ այն խոշոր ցանցեր չեն կարողանում մտնել, վաճառում են Կրասնոդարի շուկայում, հա, այդ եւ այսպես, հա, մարզային երկրորդային շուկաներում կանգնած տենց ուղակի բանի պատկերացնել այդ մարդկանց, որ կգնան Եվրոպայում կվաճառեն, միամտություն կլինի։ Ինչ պետք է անենք մենք։ Մենք պետք է ներգրավենք խոշոր ընկերություններ, եթե պատկերավոր ասեմ, պետք է մեզ երկրորդ, երրորդ սպայկան, ովքեր նախ առաջինը գյուղատնտեսների առաջ կդնեն պայմաններ, թե ինչպես ասեմ, պեստիցիդները ինչքան պետք է օգտագործել, կդնեն պայմաններ հետագծելիությունը ապահովելու համար, ունեն արդեն վաճառքի կապուղիներ Եվրոպայում ձևավորված, հա, ասենք պայմանական Մարոկոյի դեղցի փոխարեն կարող են տանել ինչ-որ սեզոնի հայկական դեղց, Ալժիրի թզի փոխարեն հայկական թուս, հա, այսինքն այդ մարդիկ ունեն այդ բանը եւ սեզոնի տարբեր ժամանակահատվածում, հա, հայկականը կարան տանեն մի պահ Մարոկոյից, մյուս պահ, չգիտեմ, Եգիպտոսից եւ այսպես շարունակ։ Մենք պետք է այս ուղղությամբ ակտիվ քայլեր անենք, բերենք այդ ներդրողներին Հայաստան, լավագույն պայմաններով, նույնիսկ որոշակի սուբսիդիաներով, որպեսզի իրանք իրենց լոգիստիկ կենտրոնները կառուցեն եւ իրանք արդեն եվրոպական շուկային ծանոթ են։ Մեր ապրանքը այնտեղ վաճառելու համար։ Մենք ինքներս մեր ուժերով այդ մարդկանց ինչքան էլ անգլերեն սովորեցնենք, ինչքան էլ Mail.ru-ի փոխարեն, չգիտեմ, այլ պրոֆեսիոնալ հոսթինգային համակարգեր ուղղորդենք, որպեսզի իրանք բաները բացեն, բնականաբար այդ մարդիկ չեն կարողանալու գնալ վաճառել։ Սա կարողություններ է պահանջում։ Սա կարողություն է, որը եւս պետք է ընդունել։ Եվ ուղղակի այս բանը պետք է ճիշտ կողմնորոշել։ Մարդիկ ինչ որ մոմենտում է առաջացել, որոնք կարողացել են օգտվել իրավիճակից, ձևավորել իրենց կապիտալը, շատ լավ այդ մարդիկ լավագույն դեպքում պետք է շարունակեն տեղում ծիրան արտադրել, որովհետև չեն կարողանում վաճառել։ Վաճառողը կլինի ուրիշը, որ արդեն նաև կունենա իր պրեմիումը, հա, իր ավելի միջնորդավճար այդ ամեն ինչում եւ այդ շուկաներ կարող գտնել։ Եվ իր մուտքը այլ շուկաներ, որոնք կազմակերպությունները ունեն մուտք։ Մենք պետք չի գնալ նոր շուկաներ ման գալ։ Ինքը գիտի, որ սուպերմարկետին ինչքան է տալի եւ այլն եւ այլն։ Ոնց որ օրինակ մեր մոտ խոշոր ընկերություններից է Spike-ն, ինքը ունի իր վաճառքի ամեն ինչը եւ պետք չի նոր բան հորինել։ Պետք է գտնել նման ընկերություններ, ես կարծում եմ, այս առումով շատ ակտիվ պետք է քայլեր լինեն եւ նաեւ Եմեն, եթե հիշում եք, առաջարկեց ներդրումային ծրագրեր 30 միլիոն դոլար եւ ավել ծավալով, այդ նաեւ գյուղատնտեսության ոլորտում, որը պետք է լինի, այսպես ասած, ժամաշնորհային կոմպոնենտով եւ արտոնյալ պայմաններով վառ, եւ որի 20%-ը պետք է ներդնի ներդրողները։ Ես կարծում եմ, սա շատ լավ առիթ է, որպեսզի հենց այդ ընկերություններին թիրախավորել, ասել, որ այսպիսի բարենպաստ ներդրումային կապիտալի հնարավորություններ կա ձեր համար, եկեք ինչ որ տեղական գործընկերների համագործակցությամբ այդ ամեն ինչը ստեղծվի։ Սա կլինի այն սիներգետիկ էֆեկտը, որը մենք կունենանք, այսինքն այդ գումարը կդրվի, այստեղ մենք կապահովենք, մեզ սովորաբար տնտեսագիտության մեջ, մենեջմենթի մեջ տարբերում ենք հրող եւ քաշող ռազմավարությունը, pull and push, հա։ Այստեղ մեզ պետք է քաշող ռազմավարություն, այսինքն լինի ինչ որ մեկը, որ այդ ամբողջ արժեքթանը հետևից կքաշի, կտանի, կվաճառի, մենք ընթրիք չենք ունենա։ Մենք այս կողմից հրելով, հա, ասած տեղական ինչքան էլ հրենք, մենք այդ կարողությունները չունենք։ Հիմա եթե դուք շատ էլ ինձ համոզեք, ես չեմ կարող 200 կիլոգրամանոց ծանրաձող բարձրացնել։ օբյեկտիվ։ Եվ այս առումով պետք է բերել ծանրամարտիկ, որ այդ 200 կիլոգրամը կբարձրացնի։ Պարոն Ֆանյան, նաև այստեղ շատ կարևոր է պետություն, բիզնես, գործընկերությունը, հա։ Այնպես ինչպես արվում է բոլոր ժողովրդավարական երկրներում, հա, որում այդ գործընկերությունը լինում է իշահ թե պետության, թե բիզնեսի, թե քաղաքացու։ Մեզ մոտ պետության կողմից բիզնեսի ընկալումն այնպեսին է, որ սրանք հարկ թաքցնող են, խափող են։ Բիզնեսն էլ պետությանը նայում է որպես, ասենք, քերողի, հա, հանգարց ավելորդ բան տենա կգա կտանի։ Ոստեղ արդեն մի տեսակ ոնց որ այդ վստահության դեֆիցիտը, որը ձևավորվել էր 20 տարվա կրիմինալ դիկտատուրայի պայմաններում,
անցած այս հեղափոխությունից հետո 8 տարվա ընթացքում զգալի չափով հաղթահարված լինելով այնուամենայնիվ ամբողջությամբ չի հաղթահարվել։ Հիմա դա օդի պես անհրաժեշտ է։ Ինչ եք կարծում, ինչ հավելյալ քայլեր կարող են անել կամ պետք է անեն պետությունը եւ բիզնեսը, որպեսզի այդ գործընկերությունը սկսի աշխատել ընդ որում թե տեղերում, ասենք մարզերում։ Մարդիկ բողոքում ասում են մենք այստեղ ասենք կարտոֆիլն աճացնում ենք, այն մեծ սուպերմարկետների ցանցերը Հայաստանի ներսում վաճառելու, ասում չեն գալի, չեն հասնում, ասենք ուրիշ երկրից են նույնիսկ բերում, մեր կարտոֆիլը մնում է չսպառված։ Այսինքն արտադրողը վաճառողի հետ կապ չունի, բայց այդ կապն ով պետք է ստեղծի, եթե ոչ պետությունը եւ բիզնեսն իրենց գործընկերությամբ։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը նաև հրավիրել այն մտայնության վրա, որը շատ տարածված է մեր երկրում, երևի հետ խորհրդային երկրում։ Ես որոշակի պատճառներ կարող եմ ասեմ, որ պետությանը դիտարկում են որպես աղբյուր, որից կարելի է ինչ-որ մի բան ավել պոկել։ Նաև կա այս մտայնությունը։ Եթե մենք ասում ենք, որ առանձին պաշտոնյաներ դիտարկում են բիզնեսը ուղղակի որպես հարկերես խուսափողներ եւ իրենց վարկագիծը համապատասխան են ձևավորում, մյուս կողմից էլ ոչ, մենք ունենք սա հետ խորհրդային երկրների, հա, մանավանդ Հայաստանի նման, որ երկար տարիներ պետականություն չենք ունեցել եւ այդ պետական ֆունկցիա իրականացնողը դիտարկվել է որպես հարստահարող, դիտարկվել է որպես մեկ կողմից կարելի է մի քիչ ավելի շատ թաքցնել, հա, եւ այլն, այս երկուսն էլ կա, այս երկուսն էլ ապրելու, այսպես ասած, իրենց գոյությունը մենք չենք կարող հերքել։ Ինչ պետք անի պետությունը այս առումով գործարար կապերի մեջ։ Իհարկե, լավագույն տարբերակը շատ դեպքերում դա շուկան ինքը որոշելն է, հա, օրինակ դուք նշում եք, ասում եք պայմանական Վարդենիսում կարտոֆիլ են աճեցնում, բայց մեր սուպերմարկետները նախընտրում են բերեն պարսկականը եւ ոչ թե Վարդենիսի, հա, արտադրանքը։ Սա շուկան արդեն ինքը ձևավորում է, Վարդենիսի արտադրանքը պայմանական այն տեսքով չի գալի, որ իրանք ուզում են ունենան։ Սա իհարկե այստեղ պետության միջամտությունը անհրաժեշտ է, որպեսզի հասկանա ձեզ ինչա պետք, ինչու չեք արտադրում սուպերմարկետների ուզած չափանիշներին համապատասխան։ Երկրորդը, եկեք նաև չմոռանանք, որ առանձին ապրանքների դեպքում ներմուծումը կարող է ավելի ձեռնտու լինի, զուտ սուպերմարկետի տեսանկյունից եմ ասում, քան թե Վարդենիսից գնելուն։ Սա իհարկե կարանք մենք երկար խոսենք պետությունը այս իրավիճակում պետքա միջամտի, չպետքա միջամտի, ինչպես պետքա միջամտի, բայց ես ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ նույնիսկ մեր ներքին կարողությունները օգտագործելով մենք հնարավորություն ունենք այս հնարավոր այդ ռիսկերը մեղմելու, ասեմ ավելին, Վրաստանը բառից բուն իմաստով մեկ ձեռքի հեռավորության վրա կպած է մեզ։ Հայ ազգաբնակչությունը տարբեր տեղերում տարածված է եւ ոչ միայն, հա, դիասպորան։ Վրաստանի ժողովուրդը շատ լավ հայկական մշակույթին ծանոթ է, մենք լեզվական, եթե նույնիսկ խոսում ենք ռուսերեն կամ մի խոսքով տենց շատ ամուր բարիեր չկա, բարիերները շատ ցածր են, հա։ Մեր նույնիսկ մենք Վրաստանը որպես օգուտություն մենք ամբողջովին չենք օգտագործել, հա, իրացրել այդ հնարավորությունը։ Չգիտեմ, մենք կարող ենք տեսնել, որ մենք ապրանքը տանում հասցնում ենք Մոսկվա, լոլիկը, բայց այդ նույն լոլիկը Վրաստանը ձեռքաբերում Թուրքիայից, որը ավելի հեռու է, հա, այդ մատակարարման։ Փաստի, որ ավելի լավն է մեր։ Շատ դեպքերում ավելի վատ սեփական փորձով եմ ասում։ Եվ ես էլ ունեմ։ Ես երբ որ տեսնում ենք այս իրավիճակը, սա նշանակում է մեր բացթողումն է։ Վրացիները չպետք է գային մեզ ասեն, գիտեք, մեր ձեր լոլիկը կթակ մեզ, մենք պետք է գնայինք ասենք, հարգելի ընկերներ, մենք ունենք այս արտադրանքը, շատ լավ մի հատ եկեք փորձեք, օքեյ, մի քիչ էլ կարանք զեղչով տանք ձեզ, որպեսզի բան լինի։ Նույնիսկ այս իրավիճակում, գիտեք ինչ, ես առիթներ ունեցել եմ խոսելու օրինակ տնտեսվարողների հետ, որ այդտենց ունեն մի հատ բեռնատար, հա, գնել են, անհատ, հա, որպես գնում այդ ապրանքները տանում անտակ, երբ որ հարց են բարձրացնում, ասենք, եղբայր, քիչ ես տանում, օրինակ վաճառես Վրաստանում, տանում ես Կրասնոդարում։ Ասում է Վրաստանը տարբեր պատճառներ է բերում, բայց եթե փորձում եմ հասկանամ, ուղղակի Վրաստանը իրան ծանոթ չի այդ միջավայրը։
Ռուսաստանում ինքը ծանոթ է միջավայրը գիտի ում ինչքան կաշառք պետքա տա, որ հա ճանապարհային ոստիկանին ինչքան պետքա տա, այդ պահեստի որտեղ ինքը պետքա կանգնի, ում ինչքան պետքա տա, որտեղ է իր տեղ, այսինքն ձևավորել են կապեր այդպես։ Հիմա մենք այս ամենը պետքա ուղղորդենք այլ շուկաներ։ Եվ առաջնահերթ օրինակ ես կարծում եմ Վրաստանը մեզ այսպես մեկ ձեռքի հեռավորության վրա է, մենք պետքա փորձենք մեր ամբողջ ջանքերով, մեր այլ բան այնպես չի որ Վրաստանի շուկան մեծ է, բայց համենայն դեպս մենք մեր լավագույն ջանքը պետքա ներդնենք այդ շուկան մաքսիմալ օգտագործելու համար։ Պարոն Ֆանյան, տեսեք, այդ նույն պայմանական Վարդենիցում խնդիրն այն է, եթե պայմանական, հա, նախ հողակատորները փոքր։ Այդ հողակատորի արտադրածն էլի պիտի լինի, ասենք թե լավ, մի քանի պարկ։ Հիմա սուպերմարկետի տիրոջ հետ խոսում ենք, ասում են, ինչ գնամ դռներից 10 մեշոկով հավաքեմ, բերեմ, պատկերացնում եք ինչ ա։ Միտեղ, եթե կենտրոնացած լինի, ես իմանամ մի գալով ամեն ինչ կտանեմ, կգամ, կտանեմ։ Նույնը խնձորը, նույնը, չգիտեմ, այլ մրգեր, խաղողը մեկ մյուս։ Այստեղ է, որ պետությունը ինչ-որ նախաձեռնություն պետք է անի, հա, գոնե այդ սպառողական, այդ սպառման, մթերման, առաջնային մշակման, հա, այդ կլաստերները ստեղծի, նախաձեռնի ստեղծում, էլի թող, մարդկանց հավաքի իրար գլուխ և հարց լուծի, մարդիկ էլ շվարած ասում են, չի վաճառում, մենք մատնված ենք անտերության, ինքնակազմակերպման իհարկե կուլտուրա չկա և ինքնակազմակերպման մակարդակն էլ ցածր, տեղական իշխանությունների էլ ձեռը չի հասնում և այլն, ու սենց վիճակ հողերի կեսն էլ չմշակված։ Ահա, ողբալի պատկեր է, ոնց ենք անում մենք։ Գյուղատնտեսության մասով իրականում նախաձեռնություններ եղել են, այդ նաև հողի կոնսոլիդացիայի մասով, ուղղակի չի եղել, հնարավոր չի եղել այդ ամեն ինչը իրականացնել։ Մենք ունենք մշակութային որոշակի առանձնահատկություններ, հա, մարդիկ հակված չեն հողը վաճառելու, նույնիսկ չի օգտագործում, բայց ասում եմ, չգիտեմ, պապի ժառանգությունն է, հորը ստացածն է և չի վաճառում։ Ես մի քանի տարի առաջ առիթ եմ ունեցել մի խաղողի այգի այցելելու, ուրեմն 4 ոնց որ ամբողջ խորանարդ քառակուսի, հա, ուղղանկյունաձև հողակտոր է, որի մեջտեղը ինչ որ մի հատված անմշակել, ասում եմ, բա այս հատվածը ինչու չեք մշակում, ասում եմ, այս հատվածը մենք կողքի բոլոր հողերը գնել ենք, այս մարդը չի վաճառում իր հողակի, ու գինը կապ չունի, չի վաճառում։ Սենց մեծ աբսուրդ իրավիճակ առաջացել։ Հիմա եթե գնանք օրինակ մարզերում, ասենք Գավառում, Մարտունիում, որտեղ սեզոնային աշխատանքների շատ են գնում, տեսնենք դաշտերը չմշակված է, եւ որ փորձենք այդ մարդկանց հետ խոսանք, կպարզվի որ ինքը չի վաճառում։ Տնտեսվարողը նույնիսկ վարձով վերցնելու համար ինքը երկարաժամկետ, հա, պետք է, որովհետեւ բաժանարար, այսպես ասած, թմբեր կան, այդ ամեն ինչ միջև պետք է դրանք վերացվեն։ Ինքը պետք է իմանա, որ գոնե մի 10 տարով ինքը կունենա դրա օգտագործման իրավունքը, որ այդ ներդրումը անի։ Այս առումով որոշակի քայլեր միգուցե պետք է իրականացվեն եւ տեղական իշխանությունների մակարդակով եւ կենտրոնական իշխանության մակարդակով։ Ամենայն դեպս միջև եղած արդյունքները բավարար չեն։ Ինչ վերաբերում է պետության տենց ավելի ակտիվ ներգրավվածությանը, ես համարում եմ, որ պետության դերը հնարավորինս պետք է ավելի փոքր լինի։ Դրա փոխարեն կան շուկայի մասնակիցներ, որոնց պետությունը պետք է խթանի, որպեսզի իրանք ներգրավված լինեն այդ ամեն ինչի մեջ։ Մենք իդեպ վերջի տարիներին մեծ հաշվով չունենք բերքի իրացման խնդիր։ Մեծ հաշվով չունենք բերքի իրացման խնդիր։ Ես հիշում եմ, որ 10 ամյակներ առաջ, ասենք, երբ որ ես փոքր էի, ես հիշում եմ այցելում էի օրինակ Գեղարքունիքի մարզ եւ տեսնում եմ որ մարդիկ մեծականակ օրինակ բերքը չեն անասնակերի տեղ են, հա, օգտագործում օրինակ կարտոֆիլը։ Կարծես թե խնձորը տալիս են կողերին։ Ծավալները չկա, բայց ասենք օրինակ այն խնձորը, որը տրվում է կովին, կարելի է, եթե ապրանքային տեսքել չունի, կարելի է դրանից քացախ արտադրել։ Օրինակ։ Հիմա եթե խոսենք, բնականաբար այդ գյուղացիներն էլ գիտեն, որ այդ խնձորից կարելի է քացախ ստանալ, հա, մենք չէ որ ստերից պետքա գնանք այն հայտնի պատմությունը, թե
կովը կթելուց առաջ ոնց պետք է խնամել, հա, վարչապետի հետ նախքին իժեցիկ երևի թե պետք չի գնալ այդ ամեն ինչը բացատրել։ Պետք է մեխանիզմները ձևավորել, որ ձևավորվեն, եթե գյուղացին ինքը այգու մշակման կարողություններ ունի, պետք է լինի մարդ, ով որ խնձորը մթերելու եւ քացախ արտադրելու կարողություն ունի։ Երրորդը, որ այդ քացախը կարող է վերցնել եւ վաճառել։ Եվ այսպես, չորրորդը, որ այդ քացախը վաճառելու գործընթացում լավ կգովազդի։ Մենք այս ուղղությամբ ունենք քայլեր իրականացնելու միջազգային զարգացման կազմակերպությունները մի մոտեցում կոչում ունեն, թույլտվեք անգլերեն հնչեցնել, կոչում է market system development։ Մեզ այս արժեշտաներում պետք են շուկայական համակարգերի ձևավորում։ Եթե շուկայական համակարգերը լինեն, շատ մենք տեսնում ենք, ասենք թափոններ են ձևավորվում, ասենք օրինակ նույն խաղողի վերամշակման մեջ, նույն պտուղ բանջարեղենի վերամշակման մեջ, որը կարելի է այդ թափոնները վերամշակելով տնտեսական արժեք իրենք ունեն, այնպես չի տնտեսական արժեքը 0 է, այլ բնավ որ մենք այսօր չենք օգտագործում, բայց դրանք ունեն։ Ինքն այսպիսի մոտեցում պետք է լինի։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ֆանյան, ձեր շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները, նաեւ առաջարկությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Շնորհակալ եմ։ Ամենք զրուցեցինք մեր գործընկեր Access վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Ասֆանյանի հետ, խոսեցինք ընթացիկ տնտեսական խնդիրներից, դրանց լուծման հեռանկարներից։ Այսօր թերևս այսքանը, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, խաղաղություն եւ բարի նոց ձեզ։